դատախազության դիմաց Պաշտպանություն կաթողիկոսի պահանջը ինչու՞մն է եւ ինչ արդյունք եք տեսնում, որ կկատարվի։ Տեսնում եք անկեղծ որ լինեմ, ես պատասխանեմ, այո, մենք տեսնում ենք այդ արդարադատությունը, դա իրականանալու է վաղ թե ուշ, չեմ ասում հենց այսօր, բայց իրականանալու է, որովհետեւ մենք բոլորին, ով որ քմահաճույքով կամ ինչ-որ ցուցումով խնդիրները կատարե, կեղծ։ Մենք իրանց համ դեմքով ենք ճանաչում, համ անուն ազգանունով, համ իրանց բնակության հասցեներով, լինելու է այդ ամեն ինչը, ժողովուրդ։ Մեր առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետությունը տեսնել իրավական երկիր, որը որ խաթարվում է ամեն օր։ Մենք ունենք մայր օրենք, սահմանադրություն։ Սահմանադրությամբ տված է ամեն մի գերատեսչության խնդիրները, ով ինչի համար է պատասխանատու։ Բազմիցս երկար ժամանակ մենք տարբեր կառույցներին նամակ ենք ուղղել սահմանադրության կետերի խախտման համար։ Մենակ մի կետ չէ, բազմակի կետերը խախտվել է Հայաստանի Հանրապետության մայր օրենքից։ Իշխանությունը այսօր խոսում է սուվերեն ինքնիշխան պետությունից։ Եթե դու քո Հայաստանի Հանրապետության մայր օրենքը չես կատարում, մենք սուվերեն իշխանական պետություն, ինքնիշխան պետություն մենք տեսնում ենք, չկա տես բան։ Բոլոր կառույցները, որոնք որ պատասխանատու են իրանց մասով այդ կետերի հետևման, բոլորը պատասխանել են, որ դա մեր ֆունկցիաները չի։ Հիմա մեզ հետաքրքիր է սահմանադրական կարգի տապալման համար Հայաստանի Հանրապետությունում կլինի մի հատ պաշտոնավոր մարդ, ով կստանձնի, կասի ես եմ պատասխանատուն եւ ես արել եմ սրա համար, լավ եմ արել։ Գոնե այդ պատասխանը ստանանք։ Այս վերջում հարցակում եկեղեցու վրա Կաթխիկոսին կալանել, չգիտեմ, Գալստանյանին կալանել, Աճապարյանին կալանել։ Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, եթե իրանք տերորիստ են, խի քրեական գործերի մեջ չկա տերորիստի հոդված։ Եթե նրանք քաղաքական գործիչներ են, ինչպես ասում էր մեր արդարադատության նախարարը, ասում էր մենք քաղ բանտարկյալներ չունենք։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ մարդկանց, որ այդքան անուններ կարամ թվարկեն բազմակի, որոնք որ քաղաքական գործիչներ են եւ այսօր կալանատներում են։ Ինչի համար է կալանը այդ մարդկանց։ Եթե տերորիստ են, հանրային հրապարակեք, հանեք հրապարակի մեջտեղը գնդակահարեք։ Եթե քաղաքական գործիչներ են, ձեր կամքին չենթարկվող, ձեր քմահաճույքով չշարժվող, այդ մարդկանց բաց թողեք։ Վաղ թե ուշ դուք եք հայտնվելու այնտեղ։ Այ մի քանի տարի առաջ դեպք էր եղել, չէ, Արցախի բարձր դաշնունյա անունը չտամ, որ կալանել էին, հետո ասել էին ինչ անենք քո համար, ասել էր ես բերդերը սիրուն ռեմոնտ արեք, որովհետեւ վաղը միշտ դուք եք նստելու։ Հիմի ես եմ հորդորում, քանի կարա քրեակատարողական հիմնարկների վրա ուշադրություն դարձրեք, սնունդը լավացրեք, ձեր համար եք անելու։ Դուք եք ընդ նստելու, դուք եք ընդ ճաշ ուտելու, զբաղվելու։ Մեր պահանջը արդար է։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետությունը սահմանադրության կետերով, ինչ որ գրված է, ով ինչի համար պատասխանատու է, թող անի այդ գործերը, չէ, թող գնան իրանց տները։ Այս անկեղծ որ լինեմ, սկի վարչապետից ակնկալիք չունենք։ Շատ անկեղծ էլի, որովհետև այդ նոր մի քիչ առաջ որ ասում ինքը ասում է սուվերեն ինքնիշխան պետությունը, ինքը սուվերեն մարդ չի, իրան բազմիցս ասել ենք, չէ՞ մենք, որ այդ մարդը ներդրված մարդ է Հայաստանի Հանրապետությունը, ոնց որ Ադրբեջանի դեսպանն է լինում։ Այս մարդիկ երազել են սաղ կյանքում լինեն, հիմա դարձել են Ադրբեջանի դեսպան։ Ադրբեջանից Թուրքիայից ինչ հրահանգ գալիս է, կես ժամ հետո շատ գերազանց 5+-ով իրականացնում են իրանց խնդիրները։ Ումից ակնկալիք ունեն։ Փորձելու եք այսօր դատախազի հետ հանդիպել ու ներկայացնել ձեզ մտահոգող խնդիրները։ Անկեղծ մենք բազմիցս փորձել ենք հանդիպենք, նամակով ենք դիմել, կոմպետենտ մարդ Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչություններին եմ ասում եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իրանցից բան են ներկայացնում, պաշտոն են զբաղացնում։ Կոմպետենտ մարդ չկա, որ ինքը իր խնդիրը անի։ Բոլորը նայում են դեսպանին, Ադրբեջանի Հանրապետության Հայաստանում նշանակված դեսպանի դեմքին։ Ինքը այսօր ասում է, օրինակ, այսօր դատախազությանը ասում է բոլոր սպիտակ ավտոների վրա ակտ է գրում։ Դատախազությունը հելնում է, սկսում է բոլոր սպիտակ ավտոները անհիմն կայացնելու
կալան են։ Ինչի համար։ Այս մարդիկ նշանակված են զուտ Հայաստանը ներսից քանդելու համար։ Պրոստը մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նաև քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ես համահայկական ճակատ կուսակցության նախագահն եմ, նաև համահայկական շարժման Երևանյան գրասենյակի ղեկավար։ Մենք պահանջում ենք մեր երկրից հեռու մնան այս մարդիկ։ Մեր օրենքները չափական են։ Սա նոտարական գրասենյակ չի, որ առավոտ շուտ ով ինչ թուղթ բերի, պեչատեք, դնեք, ասեք սենց պետք է անեն։ Սա հստակ պետություն է, դարերի պատմություն ունի։ Դուք 7 տարվա մեջ այդ պատմությունը ոչնչացնում եք։ Դուք պատմությունը ստե ոչնչացնում եք, Ադրբեջանը մեր պատմությունը սեփականաշնորհում է։ Դա ո՞նց անենք։ Հիշում եք դեռ ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, որ Էջմիածնի հրապարակում հոգևոր հավաք պետք է կազմակերպի եւ քայլի դեպի Մայրաթոր ու Բեհարանը ազատագրի, բայց ամիսներն անցել ու այդ հավաքը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ինչու հրաժարվեց այդ մտքից։ Որովհետեւ իր մոտ մի պա եղավ 10 տիրադավների հետ, այսինքն ինքը սկզբից ուղարկեց 10 տիրադավներին եւ զգաց, որ ժողովրդական ընդվզում կլինի։ Դրա համար չեղավ։ Բացի այդ, ես հիմի խնդրեմ մեր եկեղեցականների մեկ բան անեն էլ այդ աղոթքի ժամանակ իր անունն էլ տան, կարող է մաքրվի։ Դες մարդը չարին է սովոր, այս մարդը չգիտեմ, հիշում եք ընտրություններից առաջ իրանց տան պատերը, չգիտեմ, սիմվոլիկաներ էր նկարած բան, բռնին այդ տունը ծախին, սենց։ Այդ մարդը սովոր է դրան։ Օրերս արգելվեց Վեհափար Հայրապետի ելքը Հայաստանի Հանրապետությունից, ինչ եք կարծում, սա կապ ունի ժողովին մասնակցելու հետ, թե ոչ, որովհետև նման բան երբևէ պատմության մեջ չի եղել անգամ։ Սա անմիջական կապ ունի, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան երևի ուզում է նշանակի Վեհափարի տեղը, բայց դա դժվարություն չի, թող ինքը կամային կանի, ասի ժողովուրդ, ես էլ վարչապետ չեմ ուզում լինեմ, ուզում եմ գնամ դառնամ Վեհափար։ Այնտեղ դա երկրորդական հարց է։ Այդ ժամանակ այնտեղ կարգ կա, չէ՞ որ ընտրում են Վեհափար։ Դե այդ խորհուրդը կնստի կորոշեն, այնտեղ պետք է գա այս մարդը, թե չէ։ Ինչ անգես սրա նրա հետևից։ Նա ամեն ինչ անում է, որ հայ առաքելական եկեղեցին քանդվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել որպես պետություն, բայց եկեղեցին պահել է։ Եկեղեցին այդ ամեն ինչ պահել է։ Դա իրան ձեռնատու չի, ինքը իր տերերից խնդիր է ստացել։ Ինքը իր տերերից խնդիր է ստացել, որ պետք է սաղ լուծարի, ես նոր ասեցի։ Հայկական պատմությունը ջնջվի, մենք դառնանք քոչվոր ցեղ, Ադրբեջանում գրվի հայկական պատմությունը։ Սա ամբողջովին խնդիրը դա է։ Այսինքն ամեն դեպքում դրսից հրահանգը կա։ Բնականաբար այո, որովհետև սրանք այդքան խելք չունեն, էլի։ Իրականում ոչ խելք ունեն, ոչ էլ այդքան կամք ունեն։ Եթե կամք ունենային 160,000 անվտանգության աշխատողներով ման չեր գա փողոցը։ Ասում եմ, ժողովրդավարական երկրում ժողովուրդն է ինձ քվե տվե, ինքը դուրս է գալի ման գալու, տեսել եք հետո ինչքան մարդ է շրջում։ Բայց եթե ես քեզ քվե եմ տվե, դու խի չես գալի, ես հասարակ քաղաքացի եմ, կարող ուզում եմ մի բան հարցնել։ Բայց դու ընձի պետքա ծառայես, եթե դու ընձի իմ քաղաքացիներին չես ծառայում, դու ումն ես ծառայում։ Հետաքրքիր հարց է, ում համար եք ծառայում։ Ֆրանսիա ներկայացուցիչները պնդում են, որ այս ամենը ոչ թե եկեղեցու թեմ է, այլ անձերի։ Նայեք, ես օրինակը բերեմ, կներեք, տրիբուն ամ։ Ես տրիբուն ամի հետ խնդիր չունեմ։ Ունեմ մեր լրագրողի հետ, չէ՞ խնդիր։ Օրինակ կներեք ինձ, որ սենց եմ օրինակը բերում, լրագրողին ես ինտերվյու չեմ տա։ Կասեմ, գնացեք, ուրիշ մարդ հոգա տա։ Ինքը բոլոր եկեղեցիները պղծեց։ Այցելելով, պատարակի կարգը փոխելով, միտումնավոր, իր կողքը վերցնելով այն մարդկանց, եպիսկոպոսներին, ովքեր ունեն իրանց վատ անցյալ։ Օրինակ, 18 թվին բաներ, Բենթլի Սամոն էր։ Այսօր դարձել է Կճոյան, հա ոնց որ, Սուրբ Կճոյան։ Այդ կաթողիկոսը, որ ձեռնադրում էր ամեն մեկին տալիս էր մի հատ բան, այդ ի՞նչ է։ Եկեղեցու տնօրեն։ Այդ վաղ սա ուրախ վերցրեցին։ Հիմա որ կաթողիկոսը ասում է բանա, դու կարգա լուծես, մենք իրան չենք ենթարկում, բայց դուք ում եք ենթարկում։ Այն ժամանակ պաշտոներ, հետաքրքիր էր վերցրեցիք, հա։ Հետո Նիկոլ Փաշինյանը եկավ, իր բնավորության համաձայն կոմպրոմիսները հավաքեց ձեր վրա, կանչեց ասես կամ դատվելու եք կամ էս եք անելու։ Սաղդ գնացիք Ղազագիրը ստորագրեցիք։ Դա են ուզում։ Դրանց հետևից են գնալու։
Դրանք են մեզի աղոտ քանելու, մեր երեխեքին տնքելու։ Ժողովուրդ, խայտարակությունը, մենք ճիշտ ասենց նայում ենք, խնդում ենք, կատակ ենք տալի, բայց խայտարակությունը իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ են չանում, այդ իրանց Ալեն Սիմոնյանն էր 2 օր առաջ նայում, ասում է ժողովուրդ, որ դուք իրար փողոց տենում եք, շնորհավոր եք իրար։ Աննա Հակոբյանն ասում է, որ բարևում ես մի հարցում, ոնց է, ինչ ես կարդում։ Հետաքրքիր սա։ Ասում է ժողովրդավար պետություն ենք, օրինակ վարչապետը սրտիկներ է ուղարկում ժողովրդին, ասում է սիրում եմ ձեզ։ Վարչապետը սրտիկներով սիրեց ժողովրդին մի քանի տարի առաջ։ Ես չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվեմ, բայց ինքը սիրել է, հասցրել է, սաղի սիրել է, հատիկ։ Այն որ գոռում էր, ասում էր տատիկ պապիկները 36,000 դրամ փող են ստանում, ոնց պետք է ապրեն, դեղ առնեն, կոմունալ մուծեն, չգիտեմ, էս անեն։ Հիմա տատիկ պապիկները, բախտները բերել է, որ իրանք Երևանում են ծնվել, շուտ են ծնվել, արվեստագետի կամ չգիտեմ, վաստակավոր գործի, թոր են եղել, տներ են ստացել ստե։ Պետականորեն, պետությունը այն վաղ տները հատկացրել։ Հիմա ասում է մարդ մնում է Մաշտոցի պողոտայում եւ բան աստան, նպաստ։ Ասում է ինքը միլիարդատեր է արդեն։ Տունը ծախի գնա ուրիշ տեղ ապրի։ Ընկեր, դու այդ Իջևանից տունը ծախիր եկար քաղաքը քանդի։ Հիմա այս մարդկանց ու է սխալվում։ Գյուղացին պետք է մնա իր գյուղում, զբաղվի իր աշխատանքով եւ իր առօրյան ստեղծի այնտեղ։ Ամեն մարդու որ տալիս են պաշտոն, դառնում է սենց։